Կանանց ու աղջիկների 6 ամենավատ հատկությունները։ Առաջին՝ տգիտություն։ Հնարավոր չի որևէ կնոջը հետ շփվել, եթե տեսնում ես, որ մարդը ընդհանրապես գիրք չի կարդացել, ոչ մի բանի մասին ոչ մի գաղափար չունի եւ ամեն խոսքի մեջ դա զգացվում է, դա շատ տհաճ բան է։ Ինչքան էլ ուզում ա կինը գեղեցիկ լինի, եթե տգետ եղավ, հնար չի հետը շփվել։ Երկրորդը՝ կզարմանաք, բայց պճնամոլություն։ Պճնամոլությունը այն հատկությունն է, երբ որ կնոջ համար արտաքին տեսքը միակ կարևոր բանն է։ Բնականաբար, եթե կինը խնամված է, հետևում է, շպարվում է, որևէ խնդիր չկա։ Բայց երբ որ արտաքին տեսքը կնոջ համար դառնում է միակ կարևոր բանը, եւ դու ամեն անգամ, երբ որ իրան տեսնում ես նկարներից, թե կյանքում, թե ամեն մի ոլորտում, երբ որ դու տեսնում ես, որ մարդը միայն կենտրոնացած է այդ արտաքինի, իր արտաքինի վրա, դա անձամբ ինձ համար վանող ազդեցություն ունի։ Երբ որ կինը պճնամոլ չի, ինքը էլի կարա գեղեցիկ նկարներ հրապարակի, էլի կարա խնամված լինի, գեղեցիկ հագնված լինի, բայց սովորական կնոջ համար որևէ խնդիր չկա, ինչ որ մի պահ որևէ տեղ հայտնվել առանց շպարբիրի կամ նորմալ հագուստով, ոչ երեկոյան հագուստով։ Պճնամոլ կնոջ համար դա մահ է։ Դրա համար պճնամոլության հետ ես միշտ դնում եմ մակերեսայնությունը։ Եթե մարդը պճնամոլ է, ինքը մակերեսային է։ Երրորդը՝ կեղծավորություն։ Կեղծավորությունը կարող լինի գրած բառից մինչև շարժուձև։ Եթե կինը կեղծավոր եղավ, վերջ, այլ որևէ ուրիշ հատկություն ինչ չի հետաքրքրում։ Չորրորդը՝ խեղճություն։ Տղամարդու պարագայում առավել եւս, բայց կնոջ պարագայում նույնպես խեղճությունը բացասական հատկանիշ է։ Խեղճության մեջ չկա գեղեցկություն, խեղճության մեջ չկա վեհություն։ Հինգերորդը՝ ֆինանսական ինքնուրույնության բացակայություն։ Սա չի վերաբերում նրան, որ կինը ինքը պիտի իր համար վճարի։ Տղամարդը էլի կարող է վճարել, էլի պիտի վճարի, բայց ինչքանով է նորմալ 21-րդ դարում լինել մարդ, անկախ այն բանից տղամարդ թե կին, որը կախված է մեկ այլ մարդուց ամեն ինչով, ֆինանսապես։ Տղամարդը թող ամեն ինչի համար վճարի, բայց երբ որ կինը ինքն իրեն դնում է այնպիսի վիճակի մեջ, որ առանց տղամարդու 3 օրից ավել չի կարողանալու ապրել եւ պիտի սոված մնա, դա նորմալ չի։ Ֆինանսական ինքնուրույնության բացակայությունը մեծ թերություն է կնոջ համար։ Տղամարդու համար էլ չեմ խոսում, դա ընդհանրապես չարիք է, բայց կնոջ համար նույնպես ֆինանսապես ինքնուրույն լինելը, իմանալը, որ այո, քո ընկերը, քո ամուսինը, քո տղամարդը քեզ համար կարող է ամեն ինչ վճարել, բայց եթե չվճարեր, դու ինքնուրույն ես։ Այդ գիտակցությունը մեծ բան է։ Եվ վերջապես 6-րդ՝ դիմացինին տեսնելու կարողության բացակայություն։ Դա այն ունակությունն է, որ օրինակ, երբ որ տեսնում եք կինը, որ իր ամուսինը այդ պահին ինչ որ մի բանով ծանրաբեռնված է, ինչ որ մի բանի վրա կենտրոնացած է, պարտադիր չի դու գաս ու քո դարդերը պատմես քո ամուսնուն։ Տեղից էլ քո ամուսինը ամեն ինչով կենտրոնացած է քո վրա եւ քո խնդիրներն է լուծում, բայց դու պետք է ունենաս այդքան տակտի զգացում, որ իմանաս, որ կան պահեր, որ դիմացինին խանգարել չի կարելի։ Այսինքն դու քեզ դնես մի քիչ դիմացինի իրավիճակի մեջ։ Այս դիմացինին տեսնելու կարողությունը շատ կարևոր է։ Ահա 6 թերություններ, որ շատ կանայք ունեն, եթե դուք ձեր մեջ այդ թերություններից որոշները նկատեցիք, խնդրում եմ աշխատեք ձեր վրա։